Նիջեր գրական ծովի բոլոր շնաձկներին ողջույն։ Կատանիայից Կոստանավով եկանք և հասանք Իտալիայի մեկ այլ քաղաք՝ Տարանտո։ Մեր Կոստանավը կանգնեց Տարանտո քաղաքում, Իտալիայի հարավային քաղաքներից մեկում։ Այնտեղ նստեցինք այս ավտոբուսը և շարժվում ենք դեպի Ալբերոբելլո։ Այս հրաշալի մարդիկ նույնպես վստահել էին Marina Traveling Agency-ին իրենց հանգիստը։ Նրանց դեմքերից երևում է, որ բոլորը գոհ են։ TV Travel հաղորդումն է եթերում և մենք գտնվում ենք Իտալիայի հարավային հատվածում։ Այս քաղաքը կոչվում է Ալբերոբելլո։ Ալբերոբելլոն Իտալիայի ամենահեքիաթային քաղաքներից մեկն է։ Երբ հայտնվում ես այստեղ, տպավորություն է, որ գտնվում ես ֆիլմի տաղավարում կամ ինչ-որ հեքիաթային մի աշխարհում։ Դա այս փոքրիկ սպիտակ տների եւ այս հետաքրքիր շարված տանիքների պատճառով է, որ նման տպավորություն է ստեղծում այս քաղաքը։ Կարծես այն իրական չէ, ինչ-որ մի հեքիաթում կարծես գտնվես։ Ալբերոբելլոյի պատմական կենտրոնի երկու ամենահայտնի թաղամասերն են Ռիոնե Մոնտին և Այա Պիցոլան։ Այա Պիցոլան հատկապես հետաքրքիր է, որովհետև այնտեղ պահպանվել է ավելի ավանդական բնակելի միջավայր։ Ալբերոբելլոյի այս կոնաձև տները կոչվում են տրուլիներ։ Նրանք իրականում պատրաստված են առանց ցեմենտի, քարերը ուղղակի դասավորված են շատ քիչ իրար վրա։ Կա լեգենդ, որ այս տները իբրև թե կառուցվել են առանց շաղախի այն պատճառով, որովհետև երբ գալիս էին հարկահավաքության, նրանք արագ կարողանում էին քանդել իրենց տները։ Պատկերացնում եք։ Տրուլինների տանիքների վրայի խորհրդավոր նշանները միշտ չէ, որ պարզապես զարդեր են։ Դրանցից շատերը կապված են քրիստոնեական, հեթանոսական և կախարդական պաշտպանիչ խորհրդանիշների հետ։ Տանիքների գագաթներին կարելի է տեսնել տարբեր ձևերի քարե նշաններ։ Դրանք կոչվում են պինակոլլի և հաճախ յուրաքանչյուր վարպետ կամ ընտանիք իր տարբերակն է ունեցել։ Չնայած այս հեքիաթային տեսքի, բայց այստեղ իրականում այս տների մեջ ապրում են բազմաթիվ մարդիկ։ Բնակչությունը շատ մեծ չէ, 10-11 հազար հոգի, բայց այս քաղաք գալիս են 100 հազարավոր զբոսաշրջիկներ։ Միակ բանը, որ նմանացնում եմ Հայաստանին, այս քարերի շարվածքն է, ոնց որ Հայաստանի գյուղերի աթարների շարվածքը լինի։ Ես և Հակոբը մի փոքր քաղցած ենք, առավոտվանից նկարահանումների ենք,
Այստեղ փոքրիկ սրճարան տեսանք, հուսով եմ մեզ ինչ-որ մի բան կտան ուտելու։ Առասարակ այս կրուիզային ճանապարհորդությունների ընթացքում միշտ ուտում ենք նավի մեջ, բայց այսօր կլինի բացառություն։ Տեսնենք համեղ բան կա ուտելու։ Օ, This parmigiano. Parmigiano, cotoletta, tortellini. Okay, thank you. Tortellini, cotoletta, այս մեկի անունը մոռացա, հենց նոր ասեց։ Լավ, մի խոսքով 3 հատ հետաքրքիր տեսք ունեցող ուտեստ ենք պատվիրել, տեսնենք համոզված թե չէ։ Միասին իրար հետ արժեր 36 եվրո։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն, որը կազմակերպում է անհատական եւ խմբային կրուիզային ճանապարհորդություններ ամբողջ աշխարհով, սկսած միջերկրական ծովից մինչև էկզոտիկ ուղղություններ։ Եթե ուզում ես ճանապարհորդել առանց հոգսերի ու ստանալ առավելագույն փորձառություն, վստահիր պրոֆեսիոնալներին։ Այսօր տրուլիններից շատերը դեռևս բնակելի են, այսինքն սա թանգարանային դեկորացիա չէ, մարդիկ իրականում ապրում են այս անսովոր տների մեջ։ Օրինակ մեզ շատ էր հետաքրքրում, թե ինչ տեսք ունեն տները ներսից։ Իսկ կարող եմ մտնենք մեկի տունը նայենք։ Մեկի տուն։ Ո՞ւր ես ասում։ Ասեմ փորձեմ։ There is someone here? No? Մարդ չկա։ Ինչ որ մեկի տուն ենք մտել, բայց տանը մարդ չկա։ Շատ սիրուն է առաստաղը։ Տրուլինների ներքին տարածքը սովորաբար շատ փոքր է, բայց կառուցվածքը բավականին խելացի է։ Հաստ քարե պատերը օգնում են ներսում պահպանել ավելի կայուն ջերմաստիճան, ամառը զով, ձմռանը համեմատաբար տաք։ Այս մի տանը մարդ չկար, չնայած տունը դռները բաց էին, տունը դատարկ էր, տեսնենք ուրիշ տեղ էլի կա ինչ-որ մարդ։ Չէ, այստեղ փակ է։ Այս մի դուռը փակ էր։ How are you? Good? Miss Cusi? Work here? Okay. Okay. Շան տեղ չի դնում տանտերը։ Ասում է օքեյ է, մամա, ինչ ուզում եք արեք, նկարեք։ Դե տուրիստական քաղաք է, նորմալ է երևի թե։ Տարին մեկ անգամ էլ այստեղ անցկացվում է մեծ գինու փառատոն, ամբողջ փողոցները փակվում են, մարդ մի բան չանի, մի անգամից միտքը վերցնում, գողանում իրանք էլ են անում։ Այ քեզ բան։ Ալբերոբելոյում նույնիսկ եկեղեցին է այս նույն ոճով կառուցված։ Ալբերոբելո նշանակում է գեղեցիկ ծառ։ Ճիշտ ասած ոչ մի առանձնապես գեղեցիկ ծառ չտեսա ես այստեղ, բայց գեղեցիկ բաներ շատ տեսանք։ Ալբերոբելոից որոշեցինք Տարանտո վերադառնանք քաղաքային ավտոբուսով, արդեն հասնում ենք տեղ, արդեն հասնում ենք մեր նավի մոտ։ Տարանտոն նույնպես փոքրիկ քաղաք է երկու ծովերի արանքում, դրա համար նա կոչվում է երկու ծովերի քաղաք, չէ՞ միչե ծովից ծով Հայաստան։ Մենք 8 օր շարունակ գտնվելու ենք այս հրաշալի նավի մեջ, որտեղ կա բառից բուն իմաստով ամեն ինչ, լողավազաններ բաց ու փակ, մանկական սրահներ, խաղասրահներ, ջիմ, կազինո, տարբեր տեսակի համերգասրահներ, թատրոն նույնիսկ, այն ինչ կա բոլորիս կյանքում, ռեստորաններ տարբեր տեսակի տարբեր ձևաչափերի բարեր, ակումբներ, մի խոսքով ամեն ինչ, ինչը կա մեր կյանքում, ինչը մարդուն կարող է առհասարակ պետք գալ այս կյանքում։ Այս հատվածում էլ գտնվում է լողավազանը, որը շուտով ես եւ Հակոբը միասին կգնանք եւ կցածկենք ջուրը, բայց չգիտեմ այդ ժամանակ մեզ ով են նկարելու։ Այստեղ գալիս են մարդիկ ընտանիքներով, ընկերներով, զույգերով, ընկերուհիներով, մի խոսքով ամեն ձևաչափով մարդիկ գալիս են
Այս հատվածը կոնկրետ երեխաներն են շատ, ընտանեկան հատվածն է շատ, մենք կարող ենք գնալ տեղափոխվել լողավազանի այն հատվածը, որտեղ արդեն երիտասարդներն են։ Մենք գտնում ենք տանիքային հատվածում, ամենավերևն է, բոլորը ստեղ պարկած, արևի տակ վայելում են ծովի հրաշալի մաքուր օդը, մենք գտնում ենք միջերկրական ծովի մեջտեղներում, բոլոր կողմերից ոնց նայում ես, ոչ մի կղզի չերևում, ոչինչ չերևում, սենց անծայրածիր ծով է երևում։ Նավի այս հետևի մասում տարիքով մեծահասակների համար նախատեսված լողավազանն է, որտեղ բոլորը վայելում են այս հրաշալի արևը, հրաշալի եղանակը եւ գեղեցիկ տեսարանը։ Մենք հանդիպել ենք Անուշին եւ շատ լավ առիթ է, որպեսզի երկու հարց տանք, հասկանանք ոնց է անցնում այս հրաշալի նավարկությունը։ Անուշ ջան, ես տեսնում եմ այստեղ բազմաթիվ երեխաներ կան, երեխաների հատված է։ Ընտանիքներով շատ են ձեզ դիմում եւ ընտանիքներով գալու փաթեթների մեջ ինչ առավելություններ կա երեխաների համար, ընտանիքների համար։ Մեր ճանապարհորդության ընթացքում լինում են նավեր, որը այո, ընտանեկան են, եւ նավի մի հատվածում կա մանկական բաժին, որտեղ որ 3 տարեկանից բարձր կարող են օգտվել լողավազաններից, խաղահրապարակներում են, ֆուտբոլի խաղալու դաշտ ունեն։ Եվ մենք հիմա կարող ենք ցույց տալ, որ հատվածներում կարող են անցկացնել ընտանիքով այցելած տուրիստները, որտեղ որ շատ հաճելի ժամանց են անցկացնում երեխաները։ Իսկ հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ պայմաններում ենք մենք ապրում նավի մեջ։ Ահա։ Վաչի շատ լավ է։ Բավականին ընդարձակ է, նավի առհասարակ նավի համարները լինում են շատ փոքր, բայց այստեղ լավ ընդարձակ է, սրբիչներ, ամեն ինչ։ Ահա, այս էլ մեր պատշգամբը։ Ես իմ սիրունը ամեն ինչ։ Բարև ձեզ, լավ եք։ Բոնջորնո։ Մեր բախտը բերել է, մեր սենյակը ունի պատշգամբ։ Կան սենյակներ, որոնք մեջտեղն են գտնում եւ չունեն ընդհանրապես ոչ մի կողմից, սենց գեղեցիկ տեսարան։ Կամ էլ կան սենյակներ, որ պատշգամբ չունեն, բայց պարզապես գեղեցիկ տեսարան է իրանց մոտ ապակիով փակված։ Ես ունենալու եմ այսպիսի գեղեցիկ առավոտներ ամեն օր։ Պատկերացնում եք 8 օր արթնանաս եւ այս տեսարանը տեսնես։ Marina Traveling Agency-ն էլ մեզ համար շամպայն է հյուրասիրել այստեղ։ Ճիշտ է, ես հիմա նախընտրում եմ սուրճ։ Դով ես քո առաջի կրուիզային ճանապարհությունն է։ Առաջի անգամ եմ կրուիզում, շատ տեղեր եմ եղել, բայց կրուիզ երբեք չի եղել։ Նույնիսկ նավ նստել էի, ասենք չէ, Նորվեգիայի, Շվեդիայի գնացած կարճ, բայց սենց կրուիզ ու սենց բան երբեք չի եղել։ Իսկ քո, Հակոբ, իսկ քո։ Իմը երկրորդն է։ Երկրորդը։ Առաջինը որտեղ էր։ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա։ Այն էլ է շատ ուժեղ է։ Սուրճս խմեմ եւ քցվեմ սենյակ, շուտ շորերս փոխեմ, լողափային շորեր հագնեմ ու քցվեմ լողավազան։ Ոնց է ֆրանսերեն բառալի։ Լողավազան, լողավազան, գնացինք։ Սա էլ երիտասարդների համար նախատեսված լողավազանն է։ Բոնջորնո։ Ջուրը շատ հավես ջուր է, ոչ շատ սառն է, ոչ շատ տաք է։ Հակոբ, ասում շորերը թանի, քցվի ջուրը, քեզ ենք սպասում։ Երիքա էլ տեսախցիկով ֆրաս, վայ։ Այս ջակուզիում միշտ այնքան շատ մարդիկ կան, որ
համարյա անհնար է մտնել այստեղ, բայց մենք բռնցրեցինք ժամանակ, երբ շատ քիչ մարդ կա ու կարող ենք լրիվ վայելել իրան այս գեղեցիկ տեսարանի ներքո։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն, որը կազմակերպում է անհատական եւ խմբային կրուիզային ճանապարհորդություններ ամբողջ աշխարհով, սկսած միջերկրական ծովից մինչև էկզոտիկ ուղղություններ։ Եթե ուզում ես ճանապարհորդել առանց հոգսերի ու ստանալ առավելագույն փորձառություն, վստահիր պրոֆեսիոնալներին։ Խնդրեցի մի հատ փոքր ամանով պաստատա, նայեք ինչ մեծ հազանով դրելա դեմս, ապրես աղբերջա, բերը, 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 բարա, բարա, բերը, բերը, բարա, բարա, բերը, բարա, 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 բերը, 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 բարա, բարա, բերը, բերը, բարա, բարա, բերը, Անուշան արդեն մի քանի օր այստեղ ենք, այս հրաշալի կրուիզային նավում ենք, ամեն շատ լավ է, մանավանդ սնունդը, ես արդեն հասցրել եմ մի քանի ռեստորաններում լինել, բայց ուզում եմ, որ նաև դու պատմես մեր դիտողներին, թե ինչ ռեստորաններ կան, ինչ գներ են ռեստորաններում, կա անվճար ռեստորան, թե չկա անվճար ռեստորան, մի փոքր մանրամասներ, որպեսզի մեր դիտողներն էլ իմանային ինչ է սպասում իրենց կրուիզի ընթացքում։ Լևոն ջան, սովորաբար փաթեթի մեջ ներառում է 2 անգամյա ռեստորանի այց, անվճար, մեկ կրուիզային ճանապարհորդության ընթացքում մարդը կարող է օրը 2 անգամ այցելի ռեստորան անվճար սնվի։ Բայց նավի մեջ կան 5 եւ ավել ռեստորաններ, իհարկե կախված է նավի ընկերությունից, նավի տեսակից, բայց սովորաբար 5 եւ ավել ռեստորաններ կան, որտեղ որ վճարովի ծառայություններով, օրինակ մենք այս պահին սուշի ռեստորանում ենք, որտեղ օգտվում ենք սուշի բազմազան տեսականից։ Անուշ ջան, գիտես ինչ եմ ուզում իմանամ, օրինակ մենք հիմա Կոստա նավով ենք ճանապարհորդում, ուզում իմանամ ձեր ընկերությունը աշխատում է միայն այս նավի հետ, թե էլի կան բազմաթիվ նավային ընկերություններ, որ դուք իրանց հետ աշխատում եք։ Լևոն ջան, մենք մի քանի նավային ընկերությունների հետ ենք աշխատում, MSC, Costa, Virgin, Norwegian եւ այդպես մոտ մի 10 ընկերություն նավերի հետ աշխատում են, որտեղ խոհանոցները տարբեր են, ռեստորանների սպասարկումները տարբեր են, կան նավային ընկերություններ, որոնք որ full փաթեթ են, այսինքն նաեւ ռեստորաններն են ներառված արժեքի մեջ, դա մի քանի ընկերությունների նավեր են, օրինակ Virgin նավը, Virgin ընկերության ամերիկյան նավը, որը որ ներառում է ամեն ինչ եւ ռեստորանների փաթեթները եւ ամեն օրվա մեր բուֆեի սնունդը։ Դե խոսքը Virgin-ը Virgin-ը։ Never gonna learn to